Վերջին շրջանում Հայաստանի շուրջ բավականին հետաքրքիր արտաքին քաղաքական զարգացումներ են տեղի ունենում, մասնավորապես Արգոս նախարարի պաշտոնը զբաղեցնող Արադ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք հրավիրել են Ալիևին եւ Էրդողանին գալիք տարի, որպեսզի նրանք մասնակցեն եվրոպական հարևանության քաղաքականության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Երևանում։ Դրան զուգահեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանը թույլատրել է Ղազախստանից ցորեն արտահանել իր տարածքով դեպի Հայաստանի Հանրապետություն եւ ընդհանուր առմամբ մենք ֆիքսում ենք, որ հայ-ադրբեջանական այսպես կոչված հարաբերությունների համատեքստում որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Բարև պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ։ Տեսեք, ես նշեցի, որ Արադ Միրզոյանը հայտարարել էր, որ իրենք հրավիրել են Ալիևին եւ Էրդողանին Երևանում մասնակցել եվրոպական միջոցառմանը եւ Ալիևի եւ Էրդողանի համաձայնությունը բնականաբար գին է ունենալու, որը որ վճարելու է Հայաստանի Հանրապետությունը։ Ձեզ ինչի դիմաց նրանք կհամաձայնեն գան Երևան։ Նախ սկսենք այս եվրոպական քաղաքական հանրության գաղափարից, ինչ է դա։ Ընդհանրապես Եվրամիությունը ծնվել է եվրոպական քաղաքական հանրությունից, բայց երբ որ ստեղծվել է եվրոպական միությունը, եվրոպական քաղաքական հանրությունը դադարեցրեց գոյություն ունենալ։ Այն եվրոպական քաղաքական հանրությունը, որը ստեղծվել է մոտ 5 տարի առաջ, այն հին հանրության հետ որևէ կապ չունի։ Սա արդեն որոշակի նոր ֆորմատ է, որը ենթադրում է ավելի շատ Բրյուսելի տրամաբանության մեջ գտնվող երկրների միասնություն, եւ այստեղ հետաքրքիր է, որ հենց այդ հանրության գաղափարաժողովին 2022 թվականին Պրագայում Փաշինյանը առաջին անգամ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի քաղաքական տարածքային ամբողջականությունը։ Սա շատ հատկանշական է, որպեսզի պատկերացնենք ինչի մասին է խոսքը։ Հիմա սա տեղի է ունենալու Երևանում։ Դրա մասին հայտարարվել է դեռ մի քանի ամիս առաջ, հիմա քիչ-քիչ այդ հարցը արդեն ամրապնդվում է, եւ սա տեղի է ունենալու, եթե ես ճիշտ եմ հիշում, 2026 թվականի մայիսի 4-ին։ Գալու են տարբեր երկրների առաջնորդները։ Հավանաբար ամենախոշոր եվրոպական պետությունների առաջնորդները չեն գալու, բայց գալու են ամեն դեպքում բավականին շատ առաջնորդները, որը թույլ է տալու այս իշխանությանը հայտարարել, որ իրանք Հայաստանում ամենամեծ գաղափարաժողով են իրականացրել ողջ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ոնց որ իրանք սիրում են ասել։ Եվ այսպիսով սա դառնալու է PR-ի հիմնականում աղբյուր, ինչպես նաև որ օրինակ Թրիփը դարձավ 2 ամիս առաջ Թրամփի հետ միասին ինչ որ ստորագրություն դարձավ լուրջ PR-ի աղբյուր։ Եթե հիշենք, որ դա լինելու է ընտրություններից մի ամիս առաջ, ապա դա դառնալու է նախընտրական PR։ Եվ ինչու Բրյուսելը համաձայնվեց, որպեսզի դա տեղի ունենա։ Այսինքն Բրյուսելը մասնակցում է Հայաստանում նախընտրական գործընթացին եւ շատ է ուզում, որ ընտրվի Փաշինյանը։ Եվ ամեն ինչը արվում է դրա համար։ Սա ընդամենը մի դրվագ է, բայց նման դրվագները շատ են։ Ընդհանրապես ճիշտ է նման իրավիճակում գաղափարաժողով չիրականացնել, որպեսզի ներքաղաքական կյանքի վրա չազդի, ստեղ հակառակ տրամաբանություն է, որպեսզի ազդի։ Եվ պարզ է ինչու դրսի խաղացողների համար, այդ թվում օրինակ Բրյուսելի համար կամ օրինակ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար պետք է որպեսզի Փաշինյանը մնա իշխանության մեջ, որովհետեւ Փաշինյանը Հայաստանի օրակարգ սահմանելուց ու սպասարկելուց հրաժարվել է եւ հայտարարել է, որ մենք պետք է ամենտեղ զիջենք եւ պետք է երբեմն ասում է, որպեսզի այսպես ասած առաջ գնանք, պետք է թույլ լինենք եւ ամեն ձևաչափով այս քաղաքականությունը իրականացնում է։ Հիմա այս նախընտրական քարոզարշավի միջոցառմանը, որովհետեւ այդ ուրիշ կերպ մեկնաբանել հնարավոր չի, Փաշինյանը ուզում է, որ լինեն նաեւ Էրդողանն ու Ալիևը։ Նախ գալու են թե չէ, ես չգիտեմ, այնպես որ ստեղ գինը պարզ կլինի արդեն այն ժամանակ, երբ որ արդեն մոտ են իրադարձությունները, բայց ինքը ուզում է, որ գան
քանի որ հրավիրել է։ Եվ ուզում է որ գան, որպեսզի իրանք, այսպես ասենք, իր նախընտրական PR-ի մեջ մասնակցեն։ Հիշեցնեմ, որ Ալիևը 2021 թվականին Փաշինյանի նախընտրական PR-ի մեջ եւս մասնակցել է, որովհետեւ ընտրություններից մոտավորապես 3 շաբաթ առաջ Ազատ է արձակել 15 գերի, որից հետո Փաշինյանը միանգամից ընկավ իր ցույցերին եւ ասեց գերիները մեզ կներեն, որ եւս մի 2 ամիս սպասեն, այնքան որ ընտրվի, էլի, եւ դրա հաշվին մի քանի տոկոս շահեց, այսինքն Ալիևը կարող է եւս մի քանի գերի օրինակ ազատ արձակել։ Ավելին Արցախի հայաթափման օրերին սեպտեմբերի 19-ից 21-ը 2 տարի անց, Հայաստանի ներկա ԱԱԾ-ի պետ գնացել է Բաքու, այսինքն սրանով նորից ստորանալով եւ աջակցելով Բաքվի օրակարգին եւ այդտեղ ինչ է բանակցել այս մամուլի հրապարակումների, նա առաջարկել էր բաժանել գերիներին 2 մասի, քաղաքական եւ ապաքաղաքական, այսպես ասած, եւ ապաքաղաքական գերիներին բաց թողնել, որպեսզի ամրապնդվի հակառակ, ամրապնդվի քաղաքական գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտում պահպանման հարցը։ Այսինքն գուցե Ալիևը նույնիսկ իր հետ բերի մի քանի գերին եւ դրանով որպես լավ մարդ հանդիսանա հայերի աչքերին, գուցե դա էլ լինի։ Իսկ ինչ է տալու դիմաց Հայաստանը։ Դե Ադրբեջանի պահանջները շատ են, չի ուզենա ճիշտն ասած դրանք թվարկել, բայց չի բացառում, որ Փաշինյանը համաձայնվի օրինակ Միչանցկի հարցում լուրջ զիջումների, որը ինքը արդեն անում է, համաձայնվի օրինակ սահմանադրության փոփոխմանը եւ նման բազմաթիվ կամ նույնիսկ ադրբեջանցիների բնակեցմանը Հայաստանում բազմաթիվ պահանջներ ունի Ալիևը, չի ուզենա շատ այս թեմայի մեջ խորանալ, բայց պարզ է, որ Ալիևը իր պահանջները ունենալու է։ Իդեպ նախընտրական փուլում 2021 թվականին Փաշինյանը Ալիևին մատուցել է ականային քարտեզների, ականային դաշտերի բոլոր քարտեզները, սա էլ իր հերթին։ Այսպիսով, այս ամբողջ գործընթացը ամեն դեպքում Հայաստանի շահերից չի բխում, բայց Փաշինյանի շահերից միանշանակ բխում է։ Օգոստոսի 8-ին ստորագրվեց Վաշինգտոնում փաստաթղթեր TRIP անվանմամբ, որը ադրբեջանցիները կոչում են Զանգեզուրի Միչանցկ եւ նաեւ ամերիկյան կողմն է մի քանի անգամ դրա մասին խոսել, բայց տեսնում ենք, որ դեռևս գործնական առումով գետնի վրա զարգացումներ չկան այս հարցում։ Ձեզ ինչ է տեղի ունենում։ Այստեղ շատ լուրջ հարց է, թե երբ է դա հնարավոր իրականացնել եւ առհասարակ իրականացվելու է, թե ոչ։ Բայց սկսեմ դեր այն հանգամանքից, ինչի համար է առհասարակ այս Միչանցկ կոչվածը միտված։ Եթե մենք խոսանք տնտեսական շրջանառության մասին եւ ինչպես որ ասում են իշխանությունները, Հայաստանն էլ դրանից շահույթ է ունենալու, չէ՞, այդպես են ներկայացնում։ Դե Վրաստանով արդեն կապը ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը, ավելին արդեն կառուցված է վաղուց Բաքու-Թբիլիսի Կարս երկաթգիծը եւ այլն, եւ այդ երկաթգիծը աշխատում է 40%-ով իր ամբողջ ծավալից։ Իրանը եւս առաջարկել է ճանապարհ Ադրբեջանին եւ Թուրքիային եւ այսպիսով այդտեղ էլ կան հնարավորություններ։ Այսինքն տնտեսական շրջանառության համար որևէ կարիք չկա։ Ստեղ կարիք կա լրիվ ուրիշ բաների։ Այն բաների, որը դու չես կարող ինքնիշխանություն ունեցող պետություններով փոխադրես։ Տվյալ դեպքում հիմնականում զենքը։ Եվ Փաշինյանը նույնիսկ դա արդեն ասեց, որ կարող է ուզենան զենքը տեղափոխել, մենք էլ թույլ ենք տալու։ Արդեն դա ասել է մի ամիս առաջ։ Այսպիսով, այստեղ մենք ինքը ասել է փոխադարձ չգիտեմ ինչ է լինելու, այսինքն փոխադարձ երևի Հայաստանն էլ Լեռնաձորից Մեղրի զենքա տեղափոխելու, երևի է դա, բայց ինչ է այստեղ տեղի ունենում։ Այսինքն Թուրքիային պետք է Միջին Ասիայում, վերջին հաշվով Ադրբեջանում եւ Միջին Ասիայում իր ռազմական ներկայությունը մեծացնել, դրա համար օգտագործելով Հայաստանի տարածք։ Արևմուտքին դա ձեռնտու է, որպեսզի հետո ռազմականացնի Միջին Ասիան եւ նոր ճակատներ բացի Ռուսաստանի համար, իսկ Փաշինյանին դա պետք է ուղղակի, որովհետեւ Ադրբեջանն եւ Թուրքիան իրան դա պարտադրում են, ինքն էլ ի վիճակի չի կամ էլ շատ էլ չի ուզում ընդդիմանալ։ Հիմա այս Միչանցկի տրամաբանությունը, ուրիշ բան այստեղ շատ քիչ կա եւ տնտեսական նշանակություն սա ընդհանրապես չունի։ Հիմա ինչ վերաբերվում է թե որ փուլում ենք։
Պարզ է, որ որպիսի գործարկվեն օրինակ ենթակառուցվածքները, հատկապես երկաթգիծը, այն պետք է կառուցվի։ Իսկ այդտեղ գրեթե զորից պետք է կառուցել, որովհետև ամբողջությամբ վերացած է երկաթգիծը եւ ստեղ բավականին շատ շինարարական աշխատանքներ են պետք, այս գնահատականների գոնե մի 3 տարի դա կտևի։ Սա իր հերթին։ Երկրորդ հարցը, արդյոք պայմանավորվածությունը արդեն լիարժեք կա եւ գործում է։ Իրականում ոչ, որովհետեւ այդ պայմանավորվածությունը, որը կա, դա ընդհանրապես հռչակագիրն է եւ ավելին, խաղաղության պայմանագիրը չկա եւ հավանաբար չի լինելու։ Ալիևին դա այդ թրիփը պետք էր ավելի շուտ Ամերիկայի, այսպես ասած, ճնշումից եւ որը ստեղծվել է Արցախի հայաթափումից հետո մաքրվելու համար եւ դիվանագիտական շրջափակումից դուրս գալու համար եւ որը ինքը իրականացրել է, այսինքն ինքը իր նպատակին հասել է։ Եվ այստեղ գալիս է հաջորդ հարց։ Լավ, Ալիևը ոնց որ այս իր նպատակին հասել է, հիմա ինչ վերաբերում է ճանապարհին։ Ճանապարհի հետ կապված այստեղ կամ ավելի շուտ միջանցքի, որովհետև իսկապես դա արդեն միջանցք է դառնում, այստեղ գալիս է հարց ով է այդտեղ կանգնելու։ Ամերիկան ասում է մենք ենք կանգնելու, բայց ինչ ձևաչափով։ Մասնավոր ընկերություն, ասում են։ Մասնավոր ընկերություն նշանակում է միանշանակ, որ այդտեղ որևէ երաշխիք չկա եւ չի կարող լինել։ Մասնավոր ընկերությունը հենց դրա համար է առանցքում դրվում, որպեսզի պետական երաշխիք չլինի։ Բացի դրանից, ինչ է լինելու այդ մասնավոր ընկերությունը, օրինակ լինելու են այդտեղ աշխատողներ որպես թուրքերը։ Շատ լուրջ հարց է, որովհետև ինչքան ես հասկանում եմ, կարող են լինել։ Ավելին ասեմ, սկզբից այդ միջանցքը եւ այդտեղ տեղակայվելը առաջարկում էր Ռուսաստանին, Ադրբեջանը եւ Թուրքիան, ոնց որ ռուսներին են փորձել շահագրգռել, ասել են այս նոյեմբերի 9-ի հռչակ, այսպես ասած, պայմանագրով, այդտեղ գրված է, որ պետք է լինի ոնց որ ճանապարհ կամ միջանցք եւ այդտեղ ՖՍԲ-ն կանգնի։ Այսինքն ինչա, Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է միջանցք, որպեսզի Ռուսաստանը չընդդիմանա, այդ ժամանակ Ռուսաստան ներգերիշխողը, իրանք ասել են դե դուք կանգնեք։ Իրականում իրանց նպատակը որ այդտեղ ոչ մեկ չլինի։ Դրա համար սկզբից Ռուսաստանին հետագայում արդեն իրանք Ռուսաստանին արանքից հանեցին, հիմա Ամերիկան ասեց դե լավ Ռուսաստանին արանքից հանեցինք։ Մենք ենք հիմա Ամերիկային արանքից հանելու հարցը դրված թուրքերի մոտ։ Եվ Թուրքիան եւ Ադրբեջանը հետագա քայլերը դա են իրականացնելու։ Ամերիկայի հետ ավելի հեշտ է լինելու, քանի որ այդտեղ ոչ պետական է հարցը, ու պլյուս Թրամփը որպես առևտրական առաջնորդ իր հետ մի բան առևտուրկանեն, մի բան կբանավիճեն, չգիտեմ, Սիրիայում մի բան կառաջարկեն։ Այո, գործարքի կգնան, ինչ որտեղ փող կառաջարկեն, ինքն էլ կհամաձայնվի։ Միանշանակ ինքը շատ ջանքեր չի գործադրելու, որ անպայման մեղրիում կանգնի ԱՄՆ-ն։ Չնայած որ Փաշինյանը արդեն պատրաստ է Հայաստանի տարածքը 200 տարով տա, որովհետև Թրամփը ինչ ասեց 99 տարի եւս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ 198 տարի առաջ այստեղ դեռ Պարսկաստանի իշխանությունն է եղել, որպեսզի մենք պատկերացնենք, 200 տարի ինչա։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի 34 տարի, բայց 198 տարով պատրաստ են արդեն տալ տարածքներ։ Այսպիսով, էս ընդ որում ինչ տարածքներ։ Մեղրին Հայաստանում ամենաբարձր ռազմավարական նշանակություն ունեցող կետը։ Այսպիսով, այսպիսի բաներ, բայց այս պայծրությամբ դա դեռ չի գործում եւ ես համոզված չեմ, որ գործելու է առհասարակ։ Ինչու՞։ Որովհետեւ նախ ոչ միայն շահագրգիռ կողմեր կան, այլ նաեւ կան կողմեր, որոնք չեն ուզում, որ դա իրականացվի։ Առաջերտին Իրանը երևի։ Այո, Իրանը։ Եվ եթե մինչև հիմա դա չի եղել, այդ թվում ուժով դա հենց Իրանի պատճառով է։ Իդեպ Ալիևը մի անգամ արդեն ասել է, որ մենք այս հարցը կլուծենք, եթե ոչ Իրանի դիմադրությունը։ Հիմա Իրանը էականորեն թուլացել է եւ իր կարողություններն էլ են թուլացել, պլյուս Իրանում ներքաղաքական որոշակի գործընթացներ կան, բայց ամեն դեպքում դեռ Իրանը խանգարում է։ Երկրորդը դեմ է եղել Ֆրանսիան, բայց Ֆրանսիան հաշվի առնելով իր թուլությունը, սովորադրությամբ եւ Թրամփի արդեն մասնակցությունը համաձայնվել է։ Ֆրանսիան արանքից դուրս եկավ։ Կա Ռուսաստանը։ Ռուսաստանը չի ընդդիմացել, նույնիսկ ողջունել է այս բանի ստորագրությունը, բայց սա իմ կարծիքով դիվանագիտական քայլ է ուղղակի այնպեսի, որ այսօրվա ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանը չմտնի այս արճակատման մեջ, բայց քանի որ դա արդեն Ռուսաստանը արաքից դուրս եկավ եւ Թուրքիան ու Ադրբեջանը օգտագործել են այս ճանապարհը, որպեսզի զինեն Միջին Ասիան եւ ավելին, որպեսզի վերջում է զենքը կրակի Ռուսաստանի վրա եւ նաեւ որպեսզի Հայաստանը ոնց որ դուրս բերեն Ռուսաստանի ազատության գոտուց, ինձ թվում է Ռուսաստանն էլ
սկսել է շատ ակտիվ դիմադրել, եւ եթե Ռուսաստանը ու Իրանը միասնաբար սկսելու են գործել, այստեղ Թուրքիան իր պլանները իրականացնել չի կարողանալու։ Նենց որ ես դեռ նախ համոզված չեմ, որ դա իրականացվելու է։ Չեմ բացառում, միանշանակ իհարկե, որովհետեւ արդեն շատ քայլեր արված են, բայց չեմ բացառում նաեւ, որ խանգարելու են եւ չեն թույլ տա, որպեսզի դա իրականանա։ Բացի այդ, մենք տեսնում ենք, որ Փաշինյանը արդեն ասում է, որ լավ միջանցք չկա, դեռ երկաթգիծը չկա, բայց ես պատրաստ եմ արդեն ճանապարհներ բացել Ադրբեջանի համար եւ պատրաստ եմ գնել ադրբեջանական ապրանքներ։ Մենք ունենք շատ մեծ հետաքրություն։ Ադրբեջանը արտադրում է մենակ երկու ապրանք՝ նավթամթերքներով, հա, մեր պարագայում նավթամթերք եւ գազը։ Այսինքն ուզում է ռուսական գազից եւ բենզինից որպեսզի Ադրբեջանից ներմուծի։ Սա է ընդամենը իր ուզածը ու պլյուս դրան ուզում է մտնի այս արևելք-արևմուտք միջանցքի մեջ։ Ոնց որ սկզբից Փաշինյանը ասում էր, որ մենք խաչմերուկ ենք ստեղծում, այսինքն հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք, բայց գործնականում մենք տեսնում ենք, որ իրականացում է միայն արևելք-արևմուտք։ Այսպիսով ես կարծում եմ, որ տվյալ պարագայում նախ դեռ որոշված չի, որ դա իրականացվելու է, եւ երկրորդը, եթե նույնիսկ իրականացվի, ապա այնպես չի լինելու, ոնց որ Փաշինյանն է ուզում, այլ ավելի շուտ Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանալու են արանքից դուրս բերել մյուս խաղացողներին եւ հենց իրանք, այսպես ասած, գերիշխող դեր ունենան այս ամեն ինչում։ Եվ վերջին մի բան, վերջերս օրինակ խոսվեց, որ Ալիևը թույլ է տվել, որ արդեն երրորդ երկրներից տրանզիտը Հայաստանի համար հասանելի լինի։ Սա ընդամենը, այսպես ասած, սիմվոլիկ նշանակություն ունեցող քայլ է, շատ փոքր, զուտ որպեսզի քարոզչական մեքենան ստեղ օգտագործի, որովհետև սա չի նշանակում, որ Ադրբեջանը Հայաստանի համար ինչ-որ սահման է բացում։ Ընդամենը երրորդ երկրներով ներմուծվող ապրանքների մասն է խոսքը։ Անդրադառնանք ներքաղաքական իրադարձություններին։ Փաշինյանը շարունակում է գրոհը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ տեսեք նախորդ կիրակի օրը տեղ ունեցավ այդ տխրահարճակ միջոցառումը Հովանավանքում եւ Երջուկս ողջ քարոզչական ռեսուրսի գործադրման, հա, բավականին քիչ զանգված էր հավաքվել Հովանավանքում եւ շատերի դիտարկմամբ իշխող ուժը ուղղակիորեն չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը այդ օրը եւ պատահական չէ, որ հայտարարվեց, որ այլ օրերին նույնպես իրենք նախաձեռնելու են նմանատիպ միջոցառումներ։ Ձեզ ինչ էր այդ օրը կատարվում Հովանավանքում եւ առասարակ Փաշինյանը այս վերջին շրջանի բռնաճնշումներով ինչ խնդիր է փորձում լուծել։ Դե որպես պատարակներին մեկ-մեկ մասնակցող մարդ ես պատկերացնում եմ դա ինչ է եւ շատ հերոյ է այն բանից, ինչ տեղի ունեցավ Հովանավանքում։ Այսինքն մեջտեղը ծափ էին տալիս, ինչ որ աղանդավորական միջոցառում է եղել կամ ինչ որ ուղղակի կոնցերտ է եղել, սա ինչ որ ելույթ է եղել, որը իրականացվել է բռնի Հովանավանքում, այսինքն իշխանությունը զավթել է Հովանավանքը, որտեղ ուրիշ քահանան պետք է պատարակներ վարի եւ զորով բերում է այդտեղ Ստեփանին, որպեսզի ինքը այդտեղ ինչ որ միջոցառումներ կազմակերպի։ Մարդաքանակի առումով այո, ճիշտ եք ասել, այդտեղ նկարներ կան, չգիտեմ, Դանիել Յանիսյանը կհաշվի, այնտեղ քանի մարդ է եղել թե չէ, որովհետև դժվար։ Այո, որովհետև ինչ որ լավ թիվ չի ստացվելու, Փաշինյանը միանգամից հրապարակել է իր թիրախը։ Այսինքն հիմա ընդդիմությունը, երբ որ իրեն պետք է գալիս կարևոր իրադարձությունների ժամանակ, ցույցերի ժամանակ 20,000 մարդ հավաքում է, բայց Փաշինյանը 1000 մարդ հազիվ հավաքեց, չէ՞։ Չնայած որ ինքը հայտարարել է, որ 10,000 մարդ է ուզում հավաքել։ Երբ ուզում է հավաքել մեծ զանգված, որտեղ լինելու են աղանդավորականներ, որոնք ինչքան ես հասկանում եմ հրաժարվել են նման բանում մասնակցելուց, իրանք ի տարբերություն Փաշինյանի հասկանում են, որ պատմությունը այսօրվա օրով չի ավարտվում եւ ուզում են հաջորդ իշխանության հետ խոսալու տեղ ունենան, որ երբ որ Փաշինյանը սկսեց գրողը հայ առաքելական եկեղեցու դեմ, իրանք ինչքան հնարավոր է չմասնակցեցին, հա, եւ այսպիսով աղանդավորականներ ոնց որ չմիացան, բայց առանձին աղանդավորականներ միանշանակ եղել են, բայց մեծամասամբ կազմակերպված չեն միացել, սա մեկ։ Երկրորդը տարբեր Փաշինյանի, այսպես ասած, վարկաբեկված աջակիցները մենք տեսել ենք, որոնք տարբեր արտահայտություններ են անում, նույն իրանք բոլորը հետեղ են եղել, որոշ իշխանության ներկայացուցիչները տարբեր եւս եղել են,
ոստիկանությունը, որը շատ է եղել, այսինքն ինչ որ առանձին մարդիկ, ովքեր վարչական ռեսուրսով, ինչ որ իրանց բարեկամներ եւ այլն հավաքվել են, բայց այն պատկեր, որ Փաշինյանը ուզում էր ստեղծել, այսինքն այլընտրանքային հավատացյալների զանգված, որը, այսպես ասած, էջմիածին չի ընդունում, չկա, ընդհանրապես չի եղել, հա։ Այսպիսով ինչա տեղի ունենում։ Տեղի ունենում հետեւյալ գործընթացը։ Փորձ կա գրողը իրականացնել հայրաքելական եկեղեցու դեմ, այդ գրողը մի քանի ձևաչափով տեղի ունենում, մի կողմից վարկաբեկել, որոշ բարքեր կան հայրաքելական եկեղեցում, որոնք օգտագործվում են, չնայած որ ասեմ որ ցանկացած կառույցի մեջ եթե sense ճակատային ուզենաս հարվածես կամ ունենաս իշխանություն միշտ կգտնես ինչ որ բաներ դե ցավոք սրտի հայրաքելական եկեղեցում եւս կան որոշակի սխալ բարքեր բայց դրանից զատ կան բազմաթիվ քահանաներ ում դեմ բան չեն կարող անել իրանց ուղղակի ձերբակալում են չտեսնված բան 3 arczepiskopos բանտում են գտնվում հա Եվ եւս փորձեր կան Տավուշի եւ Արագածոտնի հետո առանձին քահանաներին ձերբակալում են հետո արդեն առանձին հավատացյալներին ձերբակալում իդեպ ուշադրություն դարձրեք Օհանավանքում հավատացյալներ հայրաքելական եկեղեցու զավակներ որոնք փորձում են ինչ-որ բան արտահայտել ոնց որ Ալիևի սպաները ոնց որ բռնում են Ադրբեջանում միանգամից բերան են փակում հետաքրքիր է չէ այսինքն Փաշինյանը ասում է ինքը ժողովրդավարությունը հաստատում, բայց հենց բերանն են փակում, որպեսզի մարդը չհասցնի իր ասելիքը ասի, ինքը վախենում է հենց այդ խոսքից, հա? Եվ ինչ է ստացում։ Այսինքն մի կողմից փորձում են վարկաբեկել, մյուս կողմից ուժով բռնել սաղին, շինծու գործերով, եւ մյուս կողմից փորձում են զանգվածով ճնշել։ Հիմա վարկաբեկել այդքան էլ չի ստացվում, որովհետեւ ժողովուրդը հասկանում է ինչա տեղի ունենում, այո կան մարդիկ ովքեր այսպես ասած քարոզչության տակ են գտնվում, բայց իրանք առանց են էլ միշտ եղել են դրա տակ եւ իրանք հիմնական տարբերություններն է, որ իրանք пассив են։ Իրանք ակտիվ եկեղեցուն չեն աջակցում, այդքանն է հասնում այդ քարոզչությունը։ Հետո կա այդ վարչական ճնշումը եւ կա փորձը փողոցով հարց լուծել։ Այդ փողոցովը չի ստացվում, այսինքն ինքը ուզում էր 10000 այդտեղ հավաքել եւ հետո նույն զանգվածը հավաքել եւ տանել Էջմիածին հարձակվել արդեն Էջմիածնի վրա։ Օգտվելով նրանից, որ Էջմիածինը քաղաքական մարտի մեջ չի մտնում։ Իդեպ կան քննադատություններ, արդյոք դա ճիշտ է թե չէ, Էջմիածինը գտնում է, որ իր այսպես ասած պատմական ուղի հաշվի առնելով ինքը չպետք է այսպես ասած նույն ճակատային մարտի մեջ, քաղաքական մարտի մեջ մտնի։ Ինքը արդյոք դա ճիշտ է։ Ես որպես քաղաքագետ երևի ես կարծում եմ որ դա այդքան էլ ճիշտ չէ բայց դա քաղաքական տեսանկյունից ես չեմ կարող կրոնական դե որովհետև եթե քո դեմ պայքարում են քաղաքական մակարդակում երևի պետք է քաղաքական արձագանք ես բայց Էջմիածինը առաջնորդվում է կրոնական տրամաբանությամբ եւ ես հավատքի տեսանկյունից վեհապարը իրականում այս երկրում ինչքան էլ փորձել են տասնամյակներով վարկաբեկել, Փաշինյանից շատ ավելի բարձր վարկանիշ ունի։ Սա արդեն իրան թույլ է տալիս մարդկանց մոբիլիզացնել։ Վեհապարը եթե կոչ անի, օրինակ, իր կողքին մի 50000 մարդ հեչիպես կկանգնի։ Փաշինյանը եթե կոչ անի, իր կողքին լավ 2000 մարդ կկանգնի, եթե ոստիկաններին չհաշվենք։ Անկամ իր թիմակիցներից ոչ բոլորն էին այդ օրը այդտեղ։ Եթե վեհապարը սկսի քարոզարշավը սկսի ակտիվ գործել, նույնիսկ այդ դրանցից էլ կեսը չի գա։ Այսինքն վեհապարը շատ բան կարող անի, բայց վեհապարը նախ նման քաղաքական փորձ չունի եւ ընդհանրապես սկսել մի բան անել որտեղ դու այդքան էլ ուժեղ չես դա էլ է ռիսկային Փաշինյանը նման բաներին շատ ուժեղ է իր ռեսուրսը քիչ է մարդկային աջակցության բայց իր կարողությունը եւ ինտրիգաների փորձը շատ մեծ է իրան հավասար չկա բայց բացի դրանից դե վեհապարը երևի մտածում է մի քիչ կրոնական տրամաբանությունից որը չի ենթադրում մարդկանց փողոց անել չնայած որ ասեմ որ օրինակ նույն Սերբիայում նույն Վրաստանում Հունաստանում եկեղեցին լավ էլ հանում է մարդկանց փողոց բայց հայրաքելական եկեղեցու այդքան էլ այդ ավանդույթը չունի մանավանդ որ սովետական ռեպրեսիաները բռնաճնշումները հայ հայրաքելական եկեղեցու վրա այնքան ծանր հետք են թողել այդքան թույլատրել են որ մինչև հիմա հայրաքելական եկեղեցին չի վերականգնվել եւ այսպիսով գուցե ներքին ուժ չի զգում կամ ուղղակի ցանկություն չունի չգիտեմ ես չեմ կարող վերլուծել այս հանգամանքը բայց քաղաքական տեսանկյունից երևի ես կարծում եմ վեհապարը շատ ավելի շատ բան կարող է անել ուրիշ բան որ իր տրամաբանությունը կարող է լրիվ ուրիշ լինել քան թե մեր եթե մենք դիտարկում ենք քաղաքական
Որն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը ձեզ։ Եկեղեցու պարագայում պարզ է կարողացավ զանգված հավաքել եւ ըստ էության միգուցե նաեւ փորձի որոշակիորեն փոխել մարտավարությունը։ Տեսեք, ինքը նաև փորձում է ճեղքում մտցնել եկեղեցու մեջ, այսինքն տեսել ենք օրինակ Արշակ Սրբազանի շուրջ փորձել են ուրեմն ստեղծել ինչ որ կեղծ ինտրիգներ, սկզբից հայտարարվեց, որ Արշակ Սրբազանը կաթողիկոսի դեմ է արտահայտվել, հետո դա ոնց որ չի ապացուցվել, հետո Արշակ Սրբազանը հանրային արդեն Փաշինյանին քննադատեց, եւ մենք տեսանք կոմպրոմատի հրապարակումը։ Ինչքանով է այդ կոմպրոմատը ճիշտ, հավանաբար կեղծիք է, որովհետև մենք տեսել ենք օրինակ նույն Բագրատ Սրբազանի, Բագրատ Սրբազանի դեմ ամեն ինչը, կեղծ կամ կտոր արած իրար sense կպցրած եւ այլն, այսպիսով ինչ է ստացվում։ Հավանաբար Արշակ Սրբազանի դեմ ինչ որ կոմպրոմատ են գտել կամ սարքել են, վախեցրել են եւ Արշակ Սրբազանը վերջին հաշվով որոշեց, որ պետք է կաթողիկոսին աջակցի Փաշինյանի դեմ դուրս գա եւ սկսել են կոմպրոմատ հրապարակել եւ հիմա հայտարարում են, որ ուրիշների դեմ ունեն, հեսա ուրիշների դե հիմա գաղտնալսվում է երևի ողջ եկեղեցին մի բան հեսա իրար կպցնել են եւ փորձելու են հիմա այսպես ասած ուղիղ հարցակումով շատ քիչ բան է ստացվում եկեղեցին այսպես ասած բարոյական վարկաբեկեն հիմա վարկաբեկման փուլն է եկել փորձելու են հիմա վարկաբեկել ամեն ձևով փորձելու են անել ինչու Իդեպ ասեմ իմ կարծիքով դա շատ կարևոր է, որպեսզի մենք դրա մասին խոսանք, որովհետև նախ ստեղ զուգահեռներ եմ տեսնում նույն ուղղափառ եկեղեցու բռնաճնշումների հետ կապված Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձեր կան Վրաստանում էլ վարկաբեկել եւ ճնշել եկեղեցուն, բայց դե Վրաստանում իշխանությունը դա թույլ չի տալիս, բայց ինչ եմ ուզում տեսնեմ, ստեղ նույն ձեռագիր է, սա մեկ եւ երկրորդը, այսինքն եկեղեցին որպես այլընտրանքային բարոյական իշխանության աղբյուր դիտարկվում է իշխանության այլընտրանք էս իշխանության, հա, եւ աշխարհակահական վեճերին համարվում է, որ եկեղեցին կարող է այսպես ասած խանգարել եւ բացի այդ եկեղեցին արտահայտել է իր դիրքորոշումը Արցախի հանձնման դեմ եւ ազգային շահերի հանձնման դեմ եւ հիմնականում այս քաղաքականությունը իրականացնելու համար այս ամենը տարվում է հատկապես որ մենք տեսնում ենք Ադրբեջանից անընդհատ սիգնալներ են գալիս որ եկեղեցու վրա հարձակվեք եւ Աշազադեի շուրթերով Օրինակ, եւ համոզված եմ Ալիևի կողմից փոխանցվում է, իրանք ուղիղ կապ ունեն եւ այլն, այսինքն ամեն ձևաչափով մենք տեսնում ենք, որ Ադրբեջանից ինչ հնչեցվում է, միանգամից տեղ կատարում է, օրինակ նույն սահմանադրության հետ կապված տեսել ենք քանի դրվագներ, այսինքն ես կարծում եմ սա դրսի պատվեր է, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը լրացուցիչ չեզոքացվի, որովհետեւ այդ ինքնիշխանության հիմնական կրողը այսօրվա դրությամբ հայրաքելական եկեղեցի է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Իմ հյուրն էր քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Անտվեք YouTube-յան ալիքին, կհանդիպենք։